Բարի ձեզ, բարով եք եկել, հազար բարի։ Մամիկի բակը միշտ պիտի լիքը լինի, երեխեքը վազվզեն, բզեզների պես բզբզան, բարով ես տաճարով։ Բարով ես տաճարով, ավետիս, Սունուգերան հազարաշեն, ավետիս Մամիկ հյուրատան հյուրընկալ սրահում արվեստը այս անգամ ծնվել էր մանկական ձեռքերում։ Գիծ արվեստի կենտրոնի կազմակերպած ցուցադրությունը միավորել էր փոքրիկ ստեղծագործողների կտավներն ու նկարները, վերածելով տարածքը գույների, երևակայության ու անկեղծ հույզերի մի անկրկնելի աշխարհի։ Յուրաքանչյուր աշխատանք պատմում էր իր փոքրիկ հեղինակի ներաշխարհի մասին, պարզ, բայց խորիմաստ լեզվով։ Ցուցադրությունը դարձավ ոչ միայն արվեստի ներկայացում, այլև կարևոր հարթակ երեխաների ինքնարտահայտման համար։ Այնտեղ ներկա ծնողները, հյուրերն ու արվեստասերները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է ձևավորվում մանկական մտածողությունը գծի, գույնի և ձևի միջոցով։ Գիծ արվեստի կենտրոնի նպատակը ոչ միայն նկարել սովորեցնելն է, այլև երեխաների մեջ ստեղծագործական ազատ մտածողություն, ինքնավստահություն և աշխարհ զգալու կարողություն զարգացնելը։ Գիծ արվեստի կենտրոն ստեղծվել է դեռ նոր է, 3 ամիս է ինչ գործում է գիծ արվեստի կենտրոնը։ Մենք փորձել ենք այստեղ 3 ամսվա աշխատանքներ երեխաների տեղադրել, այս ցուցադրության իմաստը նրանում է, որ երեխաները հասկանան, որ իրենց աշխատանքները ցուցադրվելու են, այսինքն իրենք իրենց աշխատանքները գնահատեն, գնահատված լինեն, գնահատեն ծնողները, որովհետև ոչ մեկի աշխատանքը իդեալական կարող է չլինել, բայց նրանց հոգեվիճակն է այնտեղ երևում, նրանց գույները, նրանց համարձակությունը ստեղծելու նոր աշխատանքներ, ամեն մի նկար երեխաների ներքին արտացոլանքն է, իրանց հոգու գույներն են, այսինքն ըստ իս ամեն երեխա իր գույներով ցույց է տալի իր հոգեվիճակը։ Մենք փորձում ենք երեխաներին ծանոթացնել արվեստին ու այնպես, որ իրենք կարողանան սիրել, չհուսահատվեն ծուրմուր ստացված կավից, եթե տեսնենք այստեղ կարող ենք ցուցադրել նաև իրանց դեմքերը, ահա որ սենց շոտ սիր ունա, մի ուրիշ աշխարհ է, երբ որ իրանք չեն վախենում դրանից։ Ինչպես Անժելան շեշտեց, գիծա, քանի որ այդ գիծը ծուռ չի կարող լինել, երեխաների գիծը, եթե իրենք էմոցիոնալ են աշխատում, այդ դրա մեջ էլ պետք է տեսնել գեղեցկությունը ու հրաշալի էր ինձ թվում է ստացվել, երեխեքը վայելեցին այդ պահը եւ շնորհակալություն Մամիկ հյուրատանը մեզ այսպիսի ջերմ ու գեղեցիկ ընդունելության համար։ Ջերմ միջավայրում անցկացված միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արվեստը տարիք չի ճանաչում, իսկ մանկական երևակայությունը հաճախ կարող է ավելի անկեղծ ու ազդեցիկ լինել, քան ամենաբարդ ձևերը։